Օրհնյալ լինի մեր Տերը։ Փառք իրեն, իրավողորմությունն ա եղել, որ իր ներկայությունը մենք հավաքվենք եւ իր խոսքը լսենք։ Այսօրվա խոսքը, որ ձեզ հետ պիտի ես կիսվեմ, վերնագրել եմ այսպես. Տիրոջը դիմավորելու 3 ժամանակները։ Նախ Աստծո ծրագիրը մարդկության փրկության համար այսպես էր։ Աստված ինքն է փրկիչը եւ Աստվածային 3 անձերից մեկը մենք գիտենք Աստված եռամիասնություն է, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգին, չէ՞։ Որդի Աստվածը ժամանակի մեջ հոր կամքի պես Աստծո ծրագրի համար, երբ որ եկավ ժամանակը լրացավ, Հայրը ուղարկեց նրան, որպեսզի աշխարհի համար փրկություն իրականացնի։ Մարդկությունը իր մեղքերի պատճառով կորուստ էր գնում, մեղքի վարձքը գրված է, մեղքի թողած ազդեցությունը մահն էր եւ ոչ միայն ֆիզիկական, այլ նաեւ հավիտենական մահ։ Եվ Քրիստոսը, Աստծո Որդին, հորից ուղարկված լինելով եկավ աշխարհ, մարմին հագավ, մարդացավ եւ մարդկության մեղքերի համար խաչը բարձրացավ։ Նա մեր մեղքերը վերցրեց իր վրա եւ որպես մեր փոխարեն պատասխան տվող մեր արածների համար պատժվեց, հարվածվեց, մահվան դատապարտվեց, գրեց տարավ այն ամբողջ չարչարանքը, տանջանքը, պատիժը, որ մեզ մեղավորներիս համար էր որոշված, մեր մեղքի պատճառով Աստված արդար, Աստված պիտի աներ, մեր վրա պիտի իրականացներ, բայց դա դրեց Քրիստոսի վրա եւ Քրիստոսին դարձրեց մեղքի համար զոհ, մեղքի պատարագ, քավության նոխազ։ Նա մեր փոխարեն այդ ամեն ինչը կրեց, բայց գիտենք արդար լինելով Քրիստոսը հարություն առավ։ Երրորդ օրը հարություն առավ, հաղթեց, դուրս եկավ մահվան իշխանությունից, հաղթեց մեղքի մահվանը, մուծեց, վճարեց մեղքի համար պահանջված ամբողջ գինը, մահը, եւ ամեն ովքեր Քրիստոսին կհավատան, կընդունեն, որ նա իր համար եկավ, իր մեղքերի համար խաչվեց, իր մեղքերի պատիժը արդեն կրեց խաչի վրա, մահով իրա, եւ կընդունեն Քրիստոսին իրենց համար որպես եկած փրկիչ, մահով փրկություն իրականացված անձ եւ հարությունով հաղթած, ովքեր կընդունեն Քրիստոսին իրենց փրկիչ եւ Տեր, նրանք հավիտենական կյանք կստանան։ Նրանք կազատվեն մահվան իշխանությունից։ Մահը, որ պիտի հավիտյան իրենց պահեր իր ջիրաների մեջ եւ դա տանջանքն էր հավիտենական, նրանք կազատվեն այդ տանջանքից եւ դատապարտությունից։ Բայց Քրիստոսի խաչի գործից հետո մեր Տեր Հիսուս Քրիստոսը խոսեց եւ ներկայացրեց, որ ահա ես գնում եմ, այսինքն երբ որ իրականացրեց այդ գործը, նա բարձրացավ նորից երկինք, համբարձվեց իր աշակերտների վկաների աչքի առաջին երկինք մտավ եւ ինչպեսիք ներխոսում բարձրացավ իր Հայր Աստծո աթոռի աջ կողմը նստեց, որ աջ կողմը աթոռի վրա նստեց եւ ժամանակ տրվեց երկրին, ժողովուրդներին, մարդկությանը, ազգերին, մարդկանց, որպեսզի նրանց հնարավորություն տրվի լսեն Աստծո բարի լուրը, փրկության լուրը, ավետարանվեց իր ավետարանիչների, առաքյալների ժողովրդի միջոցով, որ տարածվի այդ ճշմարտությունը, այսինքն ամեն տեղ, ամեն մարդ իմանա, որ Աստված իրենց համար փրկիչ է բարձրացրել, որ դա Քրիստոսն է, եւ մարդիկ իրենց ընտրությունը կատարեն։ Ով կընտրի, կընտրի, ով չի ընտրի, ինքը գիտի ոնց որ ասած, բայց ընտրողները Քրիստոսի որոշած հավիտենական հանգիստը թագավորության մեջ, փրկության մեջ կհաստատվեն, չընտրվողները կմնան իրենց մեղքի համար պատասխան տվողներ, որտեղ նրանք չհամաձայնվեցին, չընտրեցին Քրիստոսին որպես իրենց փրկիչ, իրենց համար պատասխան տվող, իրենք իրենց մեղքերի համար պիտի կանգնեն եւ դատապարտվեն, պատասխան տան։ Բայց այսպես է լինելու, ժամանակ է տրվելու, որպեսզի այո, ավետարանը ողջ աշխարհով բոլոր ազգերին քարոզվի եւ գրված է դրանից հետո կգա վերջը։ Այսինքն դա ինչ է նշանակում։ Դրանից հետո որոշված է, որ Քրիստոսը նորից պիտի վերադառնա, պիտի իրականանա երկրորդ գալուստ։ Առաջի անգամ եկավ մարդկության մեղավոր մարդու համար, նրանց մեղքերի թողության փրկություն իրականացնելու համար,
Երկրորդ անգամ ինքը պիտի արդեն մեղավորների համար չպիտի գա։ Ինքը արդեն գալիս է այն ժողովրդի համար, որոնք լսեցին, որոնք համաձայնվեցին, որոնք ընդունեցին իրեն Տեր ու Փրկիչ։ Նրանց ետևից պիտի գա, որ նրանց համար խոստացված հավիտենական կյանքը, հավիտենական հանգիստը իրականացնի։ Իսկ նրանք, ովքեր պիտի չընդունեն, ինչպես ասեցինք, նա պիտի գա եւ նրանք պիտի մեր Տիրոջ երեսից դատապարտություն ընդունեն, ովքեր Քրիստոսին չեն ընդունի։ Բայց հետաքրքիր է, որ Սուրբ Գիրքը ներկայացնում է, որ Քրիստոսի երկրորդ գալուստի համար իր ժողովուրդը, Քրիստոսի ժողովուրդը, նրան ընդունած ժողովուրդը անպայման պիտի պատրաստություն տեսնի։ Եվ ներկայացնում է, որ նրանք Քրիստոսի հետ բաժին կունենան, ովքեր պատրաստված կլինեն եւ կբավարարեն, ոնց որ ասած, Քրիստոսին, Տիրոջը, երբ որ նրա առաջին կկանգնեն, պատրաստված վիճակով։ Այդ պատրաստությունը խոսենք դրա մասին, բայց ամբողջ հարցը է, որ մենք, որ շատերս արդեն ընդունել են Քրիստոսին Փրկիչ Տերն, ամեր Թագավորն է, մենք նրան սպասում ենք։ Մեր ապրելը այդ հույսով է, որ Քրիստոսը երկնքից պիտի գա եւ մեզ պիտի ազատի այս չար աշխարհից։ Բայց Սուրբ Գիրքը նկարագրում է հետեւյալ իրողությունը։ Այդ օրը ասում է հենց Տերն է ասում շատ տեղերում, մի քանի հատվածներ կան, տարբեր համարներ, որ Տերը իր բերանով խոսեց, ասեց այդ օրը շատերը կկանգնեն, կասեն Տեր, Տեր, մեզ էլ ընդունիր։ Մենք քեզ տեսել ենք, ճանաչել ենք, հավաքույթների ենք մասնակցել, անգամ գործեր ենք քո անունով արել, եւ Տերը պիտի ասի ես ձեզ չեմ ճանաչում, ինձանից հեռու գնացեք, ով անիրավություն անողներ։ Այսինքն մարդիկ կլինեն, որոնք կմտածեն, որ իրենք Քրիստոսը որ գա բաժին ունեն Տիրոջ հետ։ Տերը պիտի իրանց ճանաչի որպես իրեն ընդունած մարդ, եւ պիտի իր հետ վերցնի արդեն խոստացված հանգստի մեջ, փառքի մեջ, թագավորության կյանքի մեջ, բայց նրանք պիտի հիասթափվեն, խորը հիասթափություն պիտի ապրեն։ Պիտի պարզի, որ նրանք չեն լինելու Հիսուսի հետ հավիտյան, այսինքն դա նշանակում է պիտի մեկ ուրիշ Հիսուսից հեռու։ Իհարկե սա շատ ցավալի է, բայց այս է հարցը, որպեսզի մենք հասկանանք լավ, ինչը կարա, ինչա մեզանից պահանջվում, ինչ պիտի լինի մեր գործը, որ Տիրոջ գալուստի հետ կապված պիտի իրականացնենք, որ Քրիստոսը երբ որ գա, մենք պատրաստված լինենք, դրա համար Տերը բազմաթիվ տեղերում, բազմաթիվ անգամներ տարբեր ձևերով, ասած ասած, խոսք տվեց, բացահայտումներ արեց, որ մենք հասկանանք մեր անելիքը։ Քրիստոսին ընդունել ես, բայց դու անելիք ունես։ Եթե որոշել ես, սպասում ես Հիսուսին, որ երկրորդ անգամ պիտի գա, ընդ որում ուշադրություն դարձրեք։ Մենք այս ժողովուրդն ենք, որ տեսնում ենք բոլոր երկրի վրա եղող նշանները ցույց են տալիս, որ մենք Քրիստոսին դիմավորող սերունդն ենք, ժողովուրդն ենք։ Շատերն են հավատացել, հավատքով ննջել են, չեն տեսել Տիրոջ գալուստը, բայց մենք տեսնելու ենք։ Դա վստահ։ Ես համարձակ կարող եմ ասել։ Բոլոր նշանները խոսում են դրա մասին։ Այն ինչ որ հիմա է կատարում, 100 տարի առաջ չէր կատարվում։ Եվ արագացել են ժամանակները։ Այն որ ասում արդարը էլ ավելի արդարանա, սուրբը էլ ավելի սրբվի, բայց պիղծը էլ ավելի պղծվի։ Դեռ մեկ ինչ արագ պղծվում է աշխարհը, շրջապատը, միջավայրը, որտեղ ընդհանրապես եթե դուք Աստծո ձեռագիրին ծանոթ եք, Աստծո գործելակերպին ոճին, ինքը սենց է, ինքը ինչև որ անիրավությունը, չարությունը, պղծությունը կատարելության չհասնի, ինքը չի այցելություն անում դատաստանների համար, լավոր համբերում է, բայց գալիս է մի պահ, որ դրանից այն կողմ էլ տեղ չկա, իմաստ չկա համբերելու եւ Տերը պիտի այցելի աշխարհին, մեղավոր աշխարհին դատելու համար։ Եվ հիմա գալիս է մոտենում է այդ ժամանակները։ Եվ Տեր Հիսուս Քրիստոսը Մատթեոս ավետարան 25-րդ գլխում մի առակ պատմեց, ես այդ առակի վրա պիտի կենտրոնանամ։ Այն ժամանակ կմնվանվի երկնքի արքայությունը 10 կույսերի, որ իրենց լապտերները վեր առան եւ դուրս եկան Փեսային դիմավորելու։ Նրանցից 5-ը իմաստուն էին, 5-ը հիմար։ Այն հիմարները վեր առան իրենց լապտերները, բայց ձեթ վեր չառան իրենց հետ։ Սակայն իմաստունները իրենց ամաններում ձեթ վեր առան, իրենց լապտերների հետ մեկտեղ։ Եվ երբ որ Փեսան ուշացավ, ամենքը թմրեցան եւ քնեցին։ Եվ կեսգիշերին աղաղակ եղավ,
ահա Փեսան գալիս է, դուրս եկաք նրան դիմավորելու։ Անժամանակ ամեն կույսերը վեր կացան և իրենց լապտերները պատրաստեցին։ Բայց հիմարներն ասեցին իմաստուններին. տվեք մեզ ձեր յուղիցը, որովհետև մեր լապտերները հանգչում են։ Իմաստուններն էլ պատասխանեցին և ասեցին. միգուցե մեզ և ձեզ բավական չլինի, բայց ավելի լավ գնացեք ծախողների մոտ և գնեցեք ձեզ համար։ Եվ երբ որ նրանք գնացին գնելու, Փեսան եկավ, և պատրաստները նրա հետ հարսանիք մտան։ Եվ դուռը փակվեցավ, և հետո այն մյուս կույսերն էլ եկան և ասեցին. Տեր, բաց մեզ։ Նա էլ պատասխանեց ու ասեց. ճշմարիտ ասում եմ ձեզ, ես չեմ ճանաչում ձեզ։ Արտարթուն կացեք, որովհետև չգիտեք ոչ օրը, ոչ ժամը, որ նրանում մարդու որդին կգա։ Ուրեմն Տերը իր գալուստը երկրորդ անգամ որ պիտի գա, նկարագրեց, ներկայացրեց այս առակով։ Իհարկե առակը ինքը իր մեջ ասած ծածկված խրտնաբանություններ, խորհուրդներ ունի, բացատրության կարիք կա, բայց ընդհանուր միտքը էս էր հասկացանք։ Տեսնում ենք, որ 10 անձնավորություններ, որոնց Սուրբ Գիրքը ասում է կույսեր, սպասում են Փեսայի գալուստին։ Եվ ասեց երկինքի արքայությունը էս սրան նման է, այս պատմությունով կարած նմանեցնես, այսինքն նմանությունն է, զուգահեռներն է տանում։ Եթե 10 կույսեր կային, որ այստեղ խոսում է Փեսային են սպասում, որ Փեսան պիտի գա և նրա մեր հետ միասին հարսանիքը պիտի մտնեն, ապա մեր համար սա է, մարդիկ, որոնք Քրիստոսին ընդունած են և սպասում են Քրիստոսի երկրորդ գալուստին, Քրիստոսը պիտի գա։ Եվ գիտեք, Քրիստոսի գալուստով անգամ Սուրբ Գիրքը ասում է մեծ հարսանիք չէ պիտի լինի։ Քրիստոս Փեսայի և հարս եկեղեցու։ Այդպես ասում։ Եվ տեսնում ենք ընդհանուր միտքը էս է, որ հետևյալը իրականացավ։ 10-ն էլ նրանք կույսեր էին, այսինքն նկատի ունեմ իրենց Փեսայի համար, իրենց մաքուր պահած, առանձնացած, նրա համար լինելու, նրան սպասող։ Աշխարհի հետ ոնց որ ասած չարություններ չարած, բղծություններ չարած, այլ իրենց Փեսայի համար։ Բնականաբար, եթե հարցը գալիս է Հիսուսին սպասելու հարցում, աշխարհը Հիսուսին Քրիստոսին չի սպասում։ Աշխարհը Քրիստոսին չի ընդունում, աշխարհը լուրջ չի վերաբերվում բարի լուրին, Քրիստոսի թագավորություն հաստատելուն, հավիտենական կյանքին։ Իրանք իրաց ընթացքի մեջ են։ Այս սպասողները նրանք են, ովքեր ճանաչել են, գիտեն, համոզված են, որ Հիսուս կա, Փրկիչը կա, ընդունել են այդ Փրկիչին եւ գիտեն, որ երկրորդ անգամ էլ պիտի գա։ Իրենց հետևից գալու է։ Եթե չիմանային, իմաստ չուներ, իրանք հլնային պատրաստություն տեսնեն։ Բնական է, դա Տիրոջ ժողովուրդն է, նրանք ովքեր որ Քրիստոսին ճանաչում են, գիտեն խոսքը եւ սպասում են։ Բայց ցավալին է նա, որ բնթագրեց այսպես 10 հիմար 10 իմաստուն, կներեք 5 հիմար 5 իմաստուն, այն 5 հիմարները դուրս մնացին այդ ընդունելությունից, այդ խնջույքից, Փեսայի հետ հարսանիք մտնելուց։ Սա ցույց է տալիս, որ կլինեն հենց Քրիստոսին ճանաչող ընդունած մարդիկ, որ երբ որ Քրիստոսը գա, նրա հետ բաժին չեն ունենա։ Պատճառը ինչ է, բացատրում է։ Պատրաստություն էր պետք, որ ունենային, նրանք չունեցան այդ պատրաստությունը։ Փեսային դիմավորելու համար պատրաստված պետք է դիմավորեին։ Ասում է կարդացինք, պատրաստվածները մտան։ Չէ, այդպես ասես, կարամ մի հատ էլ հիշեցնեմ, եւ 10-ը, երբ որ նրանք գնացին, Փեսան եկավ եւ պատրաստվածները նրա հետ հարսանիք մտան եւ դուռը փակվեց։ Պարտվածվածները մտան։ Եվ հետաբար բնականաբար մենք էլ որ հասկանում ենք, սպասում ենք, ուզում ենք Տիրոջը դիմավորենք, նրա հետ լինենք, ընդունվենք ու նրա հետ լինենք, մենք պիտի ինչ է նշանակում, պատրաստված լինենք։ Ընդունել ես Քրիստոսին, լավ ես արել, բայց պատրաստություն է պետք, որ երբ որ դու գաս, քեզ Փեսան հավանի, քեզ ընդունի իր մոտ։ Եվ այդ պատրաստվածությունը ինչ պիտի անենք, սա մենք պիտի մեզ հարց տանք բնականաբար, բացի հարց տալուց մենք պիտի այդ պատրաստվածության մեջ լինենք, այսինքն այդ գործի աշխատանքի մեջ լինենք։ Հենց այնպես ձեռները ծալած չեն սպասում նրանք։ Ասում է հելան դիմավորելու համար էլ իրանք հասկացան, իրանց բան է պետք, պատրաստվածություն է պետք իրականացնել։ Եվ ինչ արեցին, ասում է լապտերներ վերցրեցին, լույս վերցրեցին։ Իրենց հետ լույս։ Խոսում է 10-ն էլ վերցրեցին,
Բայց ամբողջ հարցը որ կա 5-ը վերցրեցին միայն լապտերները, որի մեջ դեն ժամանակ այդ վառվելու նյութը պատրույքին որ ձեթ էր, յուղ էր։ Հիմա ասենք ուրիշ նյութեր կան, չէ՞, որ լցնում են, այս ժամանակ ձեթ էր։ Ասում 5-ը վերցրեցին հենց այդ լապտերները, ուղղակի ինչ կար մեջը, այն 5-ը լապտերների հետ միասին լրացիչ ամանով ձեթ վերցրեցին։ Սրանք կոչվեցին հիմարներ, որ միայն լապտերները վերցրեցին, միայն այդ լույսը ոնց որ այդ քանակությամբ, այդ պահին ինչքան որ կար լույսը տալիս էր, նորմալ էր, բավարարվեցին։ Բայց նրանք դրանով չբավարարվեցին։ Նրանք ավելի հեռու մտածեցին, ավելի խելացի իմաստուն գտնվեցին։ Գուցե մեզի շատ ժամանակ է պետք։ Գուցե այս լապտերը լույսը պետք է երկար վառվի, այս միջինը չի բավականացնի։ Լրացիչ ամանով բան վերցրեցին։ Յուղ վերցրեցին, այսպես է ասում գիրքը։ Սրա համար նրանց անվանում է իմաստուն, սրանց անվանում է իմաստուն, որ խորը մտածեցին, նրանց հիմար, ընդ որում ուշադրություն դարձեցին։ Ասում է, նրանք պատրաստությունը էս էր, նրանք լույս լապտերներ վերցրեցին, այսինքն ինչ ասած ստանում, լույս էր իրաց պետք, հասկանում ես, որ այդ իրենց Փեսայի գալը, ասենց ասած, բան է լինելու, համապատասխանելու է գիշերի հետ, խավարի հետ, իրենց լույս էր պետք, ու իրանք կարգավորված ու ասենց ասած իրանք բան պատրաստված կանգնեցնեին Աստծո առաջին։ Ինչու չգնացին մեկ ուրիշ բան վերցնեին, ասում են ինչ, հատկապես լապտեր վերցրեցին։ Լույսը ինչի համար է։ Խավարի մեջ լույս տալ, նշանակում իրանք գիտեն խավարով են անցնելու, գիշերով են անցնելու, մթով է լինելու։ Տերը մթով է գալու։ Հենց տենց էլ ասում է, կես գիշերին ձայն լսվեց, հելեք, փեսան գալիս է, այսինքն իրանք պատահական գործ չարեցին, հենց աշկաչափով ենթադրաբար կարող է լապտեր չվերցնենք, գուցե հաց վերցնենք, մեզ հացի պակասություն կա, գուցե ես չգիտեմ, չէ, լապտեր վերցրեցին։ Այսինքն իրանք լավ գիտեին Աստծո կամքը։ Աստված իրանց բացահայտել էր ինչերով են անցնելու, իրանց ինչա պետք է անցնելու համար, մինչև որ հասնեն Փեսային, իրանց լույս է պետք։ Բոլորն էլ գիտեին, 10-ն էլ գիտեին, նրանք պատահական գործ չարին։ Եվ էսի իհարկե Աստծո ողորմությունն է, այսինքն եթե մենք ասում ենք պատրաստվենք, Հիսուսը գալիս է, մենք օդի միջից բան ուղղակի մենակ բառը չենք ասում։ Այդ պատրաստության մեջ ոնց որ ասած այն ցանկն ենք ասում կամ այն ընդհանուր վիճակն ենք ասում, որ Հիսուսի գալուստի հետ կապված պատրաստություն է կոչվում։ Այս բաների մեջ պիտի գտնվենք։ Եվ Աստված էլ ինքը միամիտ չի թողնում իր ժողովրդին, որ մեկ էլ ասենք Տեր, բայց մենք չգիտենք, որ դու սենց բաներ ես ուզում մեզանից։ Մենք չգիտենք, որ դու գաս, պիտի սենց քննես մեզ, ունենք մենք այս վիճակը, ունենք այս բանը, այս վիճակի մեջ ենք, չէ։ Հետաքրքիր է, օրինակ Միքայի մարգարեությունը հիշում եք։ Միքայի մարգարեության մեջ 6-րդ գլխում հենց այդ Տիրոջը դիմավորելու հարցն է անհանգստացած մարդը խոսում, Տերն էլ պատասխան է տալում։ Տեսեք, կարդամ ձեզ համար 6-րդ գլուխ 6-ից 8 խոսքերը։ Ես ինչով դիմավորեմ Տիրոջը, հարց է ինքը տալիս։ Հա գիտեմ, որ պետք է դիմավորեմ։ Գիտեմ, գա Տերը, ես իր առաջին կանգնեմ, բայց ինչ անեմ, որ երբ որ գա իրանից հավանվեմ, ընդունվեմ։ Ինքը իրոք մեզ, ասենք, իմ վրա իր ուզած վիճակի մեջ գտնի։ Ասում եմ, ինչով դիմավորեմ, հարց է տալիս։ Ընկնեմ բարձրալ Աստծո առաջին։ Արդյոք դիմավորեմ նրան ողջակեզներով, 1 տարեկան որդերով։ Միթե Տերը կհաճի հազարավոր խոյերին կամ բյուրավոր յուղերի գետերը։ Արդյոք իմ անդրանիկը տամ իբրև իմ հանցանքի պատարակ, իմ որովայնի պտուղը իբրև իմ անձի մեղքի զոհ։ Հարց է տալիս, հետն էլ ոնց որ ինքը իր մեջ խոսում պատասխանում է։ Գուցե շատ բյուրավոր զոհեր, անասուններ զոհեմ իր համար, գետերի յուղեր նվիրեմ, անգամ իմ որովայնի պտղի անդրանիկը մեծիս տամ իրան նվիրեմ, տղ երեխուս։ Հարց է տալիս ինքը իրան, բայց Տիրոջ պատասխանը հնչում է։ Քեզ հայտնի է ով մարդ։ Այսինքն ինչ ես ասում, ես բաներ մտածում։ Քեզ հայտնի է, ուրեմն ես քեզ ասել եմ։ Այսինքն շատ ժամանակ Տերը մեր հետ խոսում է, ինքը խոսում է, որպեսզի բացահայտի մեր վիճակը եւ որ մենք տեսնենք մեզ ինչ է պետք անել, որ նրան հաճելի լինենք, ընդունելի լինենք։ Նրա գալուստի ժամանակ չմերժվենք, մենք դրա վրա գուցե ուշադրություն չենք դարձնում, չենք էլ մտածում, որ հենց էսա մեզ սրա, այսօր խոսում է մեզ համար, այս խոսում է հենց այնա, որ պիտի մենք սրա մեջ այս հարցերում պատրաստություն ունենանք, այս հարցերում գտնվենք։ Ու ցավալի է, ես տեսնում եմ այդպես բան,
Շատերի մոտ եմ տեսնում, որ տերը բացարձակ հենց իրանց վիճակի հետ կապված, իրանց ասենց ասած պատրաստության հետ կապված խոսում է, բայց մարդը մնում է նույն վիճակի մեջ, ինքը չի նկատում, որ էսի իրա ասենց ասած հաց ու ջուրն է, կարևոր են անհրաժեշտ բանն է, որ տերը հիմա իր այդ խոսում է, որ ինքը պատրաստություն ունենա։ Ատենց էլ շնորհքից հերո են մնում, Աստված որ ուզում է իրանց շնորհ անի, զորացնի, աճեցնի, սրբի, մաքրի, պատրաստություն տեսնի, ատենց էլ անպատրաստ են մնում։ Տեղ կա Սուրբ Գիրքը ասում է ժամանակին նայելով, այսինքն այնքան ժամանակ է անցել, որ դուք հավատացյալ եք, խոսք եք լսել, Աստծո շնորհքա փոխանցվեց ձեզ, դուք պետք է վարդապետներ լինեիք։ Այսինքն արդեն վերցրած, հաստատված, իմաստ Աստծո գիտությամբ լցված, ուրիշներին սովորեցնող, ուսուցիչ դուք պետք է լինեիք, ուրիշներին սովորեցնեիք, ասում է, բայց դուք կարոտ եք կաթի, որ երեխուն կաթ են տալիս, ոչ թե պինտկեր, առաջին նշանագրերի, որ առաջին նշանագրերը երեխուն դնում ես, ասում ես, էսի ատառնա, էսի բտառնա, հետո նոր սկսում են վանկեր կազմել, բառեր կազմել, ասում է, հա դառը այդ եք դառը, բայց ժամանակը անցել է, խեք եք մնացել։ Խեք եք մնացել։ Եվ էսա որ ասում է քեզ հայտնի է ով մարդ, թե ինչն է բարին, եւ Տերը ինչ է ուզում քեզանից։ Տերը բարին է ուզում քեզանից, իր կամքը սա է, այլ միայն իրավունք անել, ողորմություն սիրել եւ խոնարհությամբ վարվել քո Տեր Աստծո հետ։ Իրավունք, արդարության, սրբության հարցն է, անմեղադրելի, մեղքից զատված, առանձնացված լինելը։ Իրավունք անել, ողորմություն սիրել, այսինքն բարիլ, ողորմած, սիրո մեջ գտնվել։ Եվ Աստծուց վախենալ ու Աստծո առաջին խոնարհ լինել, այսինքն պատրաստ ինչ Տերը ասում է հնազանդվել, նրա ուզածն անել։ Համենայն դեպս այդտեղ այս մարդուն ասեց, ուզում ես իմանաս, ես ասել եմ, ուղղակի դու ուշադրություն չես դարձրել։ Ասում է, քեզ հայտնի է ով մարդ։ Ինքը իրան հարց է տալիս այդ մարդը, ոնց որ ասենց բանի մշուշի մեջ է, չի հասկանում ոնց անի, Տերը ասում է, բայց ես հայտնել եմ քեզ։ Ուշադրություն դարձրեք, ինչ որ Տերը անում է, խոսում է։ Ու Տերը գիտեք ոնց է, ամեն ժամանակ իր խոսքը ունի։ Հիմա այս խոսքը կտա, հետո դրա վրա ուրիշ խոսք ավելացնի, հետո այսպես առաջ կգնա։ Եթե մենք այսօրվա խոսքը չվերցրեցինք, հետո ավելի դժվար է լինելու մեր համար։ Դա նման է ինչ որ գիտություններ, օրինակ համար մաթեմատիկան, որ սկսում ես երեխայից զբաղվել, շատ տարական բաներից ես սկսում, բայց եթե այդ տարական բաները ինքը չընդունեց, այն բարդ բաները չես կարող իրան բացատրես, որտեղ դրա վրա է հիմնված։ Համար ուշադիր պիտի լինենք։ Համենայն դեպս լավ, առաջ գնանք, այնպես որ սրանք գիտեին, դրա համար լույս էին վերցրել իրենց հետ։ Եվ տեսնում ենք, որ Տերը նորից ասեմ, պատրաստված այդ իրանից պահանջած գործը արածներին ընդունեց իր մոտ։ Հիմա հարցը էսա, ինչ ես անում, ով մարդ, որ դու մտածում ես Հիսուսը գալիս է, եւ ես ուզում եմ այո, ընտրել եմ նրան, որ նրա հետ բաժնի մեջ մտնեմ, նրա հետ լինեմ հավիտյան։ Դու հասկանում ես քեզանից ինչ է պահանջում Աստված։ Դու հասկանում ես ինչ պատրաստություն պիտի տեսնես։ Դու անում ես, ունես այդ պատրաստությունը։ Այս պայն ինչի վրա կենտրոնացել Աստված քո կյանքում, որ այդ հարցը բուժի, զորացնի, կամ ավելացնի, շատացնի։ Եվ որ ուշադրություն եք դարձնում իմաստուն կույսեր եւ հիմար կույսեր անվանեց։ Այսինքն որ նայես նախ նրանք երկու խումբներ կույսեր էին, այսինքն իրոք առանձնացված, աշխարհից չէին, փեսայի համար էին։ Երկրորդը էս էր իմաստուն կույսերի իմաստությունը սրանումն էր, որ նրանք ապագային նայելով իրանց գործը կատարեցին, իրանց պատրաստությունը տեսան։ Ոչ թե այդ պահի կարիքի համապատասխան։ Կարամ չէ, ոնց որ հետաքրքիր է, իմաստության մի հատ դաս է տալում Տերը։ Առակաց 6-րդ գլխում 6-ից 11 համարները կարող եք կարդալ, ժամանակի բանով ես կասեմ։ Ասում է ծույլ մարդ, ով ծույլ մարդ։ Իմաստություն ես ուզում սովորես, գնա մրջունի մոտ, քեզ իմաստություն կսովորեցնի։ Ու որն է այդ իմաստությունը, ասում է ինքը ձմռվա պաշարը, որ այդ գործը ձմեռը չի կարող արդեն անի, իրան հնարավորություն չտի, ամառը հավաքում է։ Կարար չէ ամառը ինչ իր կարիքն է, իր ուտելն է էսը, այդ դրանով բավարարվեր, այդ օրվա
իր կարիքը հավաքեր ուտեր, մյուս օրը հավաքեր մյուս օրվա կարիք ուտեր, չի ասում ինքը pašարը հավաքվում, այսինքն ոչ միայն այդ պահի իր կարիքը, այլ հաշվարկ ոնց որ կա, Աստված այդ իմաստությունը դրել, այդ բնազդ կարասած դնես, ուզես դիր Աստված ասում է իմաստություն, Աստվածը դրել, որ ինքը ոչ միայն այդ օրվա իր ուտելիքն է հավաքում, այլ ոնց որ ասած գիտի, ծմեռա գալու, այդ ուտելիքը այն ժամանակ չի կարողանալու հավաքել, ժամանակն այդ տեսակետից հիմա պիտի անի դա, ուշացրեց այն ժամանակ այդ հնարավորությունը չի տրվել, ասում է ժամանակն էլ է հավաքում, այն ճպուր մրջունի պատմությունը գիտեք, չէ՞, չաշխատեցիր ամառը, ասա ի՞նչն է պատճառը, հա, այդպես, եւ էսա, այստեղ այս անձնավորությունները իմաստուն են, ասում եմ, որտեվ իրանց այդ լրացի ձեթ վերցրեցին, յուղ վերցրեցին, լույսի, ոնց որ ասած, լույս տալու այդ միջոցը, մտածելով, որ խավարի մեջ ենք եթալու, գիշերով են գնալու, ինչ իմանանք, ինչքան կտևի, գուցե մեր լույսը չբավարարի, ու դրա համար մենք պատրաստ չենք։ Իրականության մեջ այո, նրանք հենց իրանց իմաստությունով էլ հասան բանին, իրաց դրած նպատակին, դիմավորեցին Տիրոջը։ Իսկ սրանց անվանում է ինչ հիմար։ Առակաց 11:32-ում Տիրոջ խոսքը ասում է հիմարի անհոգությունը իրեն ինչ կանի կկործանի։ Այսինքն անհոգ է, այսօր կա, այսօր ունեմ, այսօր բավարարված եմ, եկուց ինչ կլինի, բայց այտենց չի։ Մենք մեծ խավար ժամանակներով պետք է անցնենք, մինչև Քրիստոս պիտի գա, մեծ, ասենց ասած, ճանապարհ ունենք անցնելու եւ մեր դժվարություններով պիտի անցնենք, դա Սուրբ Գիրքը չի ծածկել մեզանից, մենք էլ չենք խոսում վախեցնելու համար։ Տերը մեր հետ է, գիտենք։ Տերը օրհնելու է իր սիրողներին։ Հակառակ այդ ամեն ինչը բարին գործակից անելու, որ նրանք աճեն այդ դժվարությունները, նեղությունները։ Բայց հարցը էսա, այսօրվա քո համբերելու կարողությունը վաղվա մեծ դժվարությունների մեջ քեզ նորից կպահի, դու էլի կարաս համբերես։ Մենք մեր անձնական փորձով տեսել ենք։ Հարցեր կա, մեկ էլ դժվարությունը, նեղությունը համբերում ենք։ Մեկ էլ տեսնում ենք, դժվարությունը շատ է մեծանում, ուժը չի բավարարում։ Զգում ես, այն ունեցածը չի բավարարում։ Գուցե այսօր թույլ է դժվարությունը, այն չի, կամ ինչ որ աշխարհի պղծությունը, չարությունը, որ դու քեզ սրբությամբ պիտի պահես, այդ գայթակղությունների մեջ կարող ես քեզ հավասարակշռված պահել, բայց գալու է մի ահավոր սարսափելի պղծությունների ժամանակ։ Այսինքն, եթե այսօրվա հավատքը մեզ բավարարում է, վաղվա մեծ դժվարությունների մեջ մեզ մեծ հավատք է պետք, այսօրվա հավատքը գուցե մեզ չբավարարի։ Բայց ամբողջ հարցը էսա, որ այսօրվա օրը մի հատ նվեր է մեզ։ Եթե դու պետք է վաղվա համար այդ մեծ դժվարությունների, մեծ խավարի միջով անցնելու համար զորություն առնես, այսօր պետք է դա հավաքես, այդ ժամանակ չես կարողանալու։ Ինչ կա, ինչ ունես, այդ վիճակով պետք է իրավիճակների մեջ մտնես։ Այս մարդիկ ուզեցին, գրված է, չէ, ուզեցին, որպիսի երբ որ ձայնը լսվեց, որ փեսան գալիս է, տեսան իրանց լույսը հանգում է, ճրագ հանգում է, ցանկացան, որպիսի մի ճար անեն, մի հնար անեն, բայց հնարավորություն չտրվեց։ Իսկ իմաստունները էլ դրան չթողեցին, որ այն ժամանակ մի բան կանենք։ Այսի անհոգություն է, այսի հիմարություն է անվանում Սուրբ Գիրքը, դրանց էլ ասում է հիմար հույսը։ Նրանք այդպես չմտածեցին, նախորոք վերցնենք, մեզ ապահովենք։ Թող Աստված օրհնի մեզ, որ մենք տեսնում ենք այստեղ 3 տեսակ ժամանակ։ Առաջինը դա պատրաստություն տեսնելու, պատրաստ վերցնելու, ոնց որ այդ լույսի այդ յուղը վերցնելու մեծ հնարավորություն, որ կար, այդ հնարավորությունը կար։ Երկրորդ ժամանակ է, ասում է, այսպես բնութագրեց, ասում է, եւ երբ որ փեսան ուշացավ, ամենքը թմրեցին եւ քնեցին։ Այսինքն կա նաեւ ժամանակ, որ ոչ նրանք ոչինչ չարեցին, ուղղակի թմրած քնած ժամանակ է։ Փեսան ուշացավ, թմրեցին, քնեցին։ Անկամ Սուրբ Գրքում ներկայացնում է տարբեր տեղերում, որ Տեր Հիսուս Քրիստոսն է հենց իր մասին, որ խոսում էր, ասում էր ցերեկը 12 ժամ ունի, քանի ցերեկ է կարող եմ գործել։ Գիշերը կգա, սենց է խոսում, ոչ մեկ ոչ մի բան չի կարող անի։ Այսինքն կա ժամանակահատված, որ գործելու ժամանակը, անելու ժամանակը, կա այդ հնարավորությունը տրված է։ Կգա ժամանակ, որ ուզենաս էլ չես կարող անես։
Բոլորը հավասար ոչինչ չարեցին, ոչ իմաստունները այդ ժամանակ մի բան արեցին, ոչ հիմարները, քնած էին, թմրան քնան։ Անկամ այսպիսի խոսք կա Սուրբ գրքում Ամոսի մարգարեության 8:11-ից 13-ը ես ձեզ համար կարդամ։ Ասում է, ահա օրեր են գալիս, ասում է Տերը, որ սով պիտի ուղարկեմ երկրի վրա, ոչ թե հացի սով եւ ոչ ջրի ծարավ, այլ Տիրոջ խոսքը լսելու։ Ուշադրություն դարձնում եք։ Ասում է, օրեր են գալիս, որ սով ա լինելու երկրի վրա։ Կա հացի սով, կա ջրի սով, չէ՞ այդ երաշտը։ Բայց ասում է, այդ չի, Տիրոջ խոսքը լսելու սով։ Այսինքն կուզենան Տիրոջ, ոնց որ հացի սովը էսա, չկա հաց։ Ուզում են ճարեն, ուտեն, կշտանան, չկա։ Չկա ջուր, որ խմեն, հագենան։ Այնպես էլ չկա, չեն կարողանում ճարել Աստծո խոսք, որ իրական Աստծո խոսքը ճարեն, ասենց ասած ընդունեն, ուտեն։ Եվ ասում է, եւ պիտի թափառեն ծովից մինչև ծով եւ հյուսիսից մինչև արևելք եւ նրանք պիտի ման գան Տիրոջ խոսքը որոնելու համար եւ պիտի չգտնեն։ Տեսեք, ասում է, հյուսիսից հարավ պիտի եթան, ծովից ծով անգամ պիտի անցնեն, այսինքն ամբողջ երկրագնդի վրա է դա լինելու, որ Տիրոջ խոսք ճարեն, բայց պիտի չգտնեն։ Եվ ասում է, այն օրը պիտի նվաղեն գեղեցիկ կույսերը եւ երիտասարդները ծարավով, այսինքն կփափագեն, կուզենան ձեռք բերեն, չեն կարողանալու, այդ ժամանակներն են։ Տիրոջ խոսքի սով։ Ու տեսնում ես այդ ժամանակները մոտենում է։ Մի մտածեք, այսօր որ առատապես, ասենց ասած, շատ լցված է կարծես թե ինտերնետում լիքը քարոզիչներ, խոսողներ, այսպես մատերի վրա կարաս հաշվես դրանցից, որ Տիրոջ խոսք են խոսում։ Տիրոջ խոսք, ոչ թե իրանց խոսք, իրանց աննորմալությունները, իրանց գժությունները, իրանց թատերական բեմականացումները, շոուները, դրանք Տիրոջ խոսք խոսողներ չեն։ Դրանց խոսքով կյանք չի գալիս, Տերը այնտեղ չի։ Արդեն այդ ժամանակները սկսվում են։ Մենք պիտի շտապենք, քանի հնարավորություն կա, քանի դեռ ճիշտ ավետարանը կա, այսօր ավետարան, Աստվածաշունչ են ձեռք, արդեն նրանց վրա են ձեռք բարձրացնում, փոխում են, աղավաղում են, այսօր մարդիկ վերցնում են, արդեն կասկածում են, տինաս այս Աստվածաշունչը, այս նոր կտականը ճիշտ է, թե փոխած է, այո, եկել է այդ ժամանակները։ Անունը կդնեն Տիրոջ խոսք, բայց դա Տիրոջ խոսք չի, երբ որ կփնտրեն մարդիկ Տիրոջ խոսք, այսինքն այն ճիշտը, մաքուրը, անարատը, հենց Տիրոջ խոսքը, Աստծո խոսքը, ոչ թե փոխվածը, աղավաղվածը, սուտ քարոզիչների ու թարգմանիչների միջոցով աղավաղվածը։ Դա Տիրոջ խոսք չի, դա հաց չի, դա թույն է։ Տիրոջ խոսքն է հացը, կենթանի հացը, որ հավիտենական կյանք է շնորհում։ Եվ ներկայացնում է Տեր Հիսուս Քրիստոսն էլ ասեց, նորից եմ հիշեցնում, դա Հովանու 9:4-ում ասում, որ ասում է գիշերը կգա, որ ոչ մեկ ոչինչ չի կարող անել։ Ամեն ինչի ժամանակ կա։ Հիշեք, Տերը ուրիշ տեղ առակացում ասեց, ամեն ինչի ժամանակ կա։ Բնության մեջ նայեք, ամեն հարցերում նայեք, ամեն ինչին ժամանակ կա։ Ժամանակը փոխեցի, դու չես կարող նույն գործը այլ ժամանակում անես։ Այս ժամանակում պետք է անես, որ արդյունավետ լինի։ Չէ, ուրիշ ժամանակ հելար այդ նույն գործը արեցի, չի հաջողվելու։ Եվ երրորդ ժամանակը սա էր, որ տեսակ, ասում են, կես գիշերին, չէ, ձայն լսվեց, որ փեսան գալիս է, ելեք պատրաստեք, դիմավորեք։ Էլան իրանց ունեցածը կարգավորեցին, ինչ ունեին եւ այդպես դիմավորեցին։ Եթե նրանք լույս ունեին, լույս ունեցան, լույսով մոտեցան Տիրոջը, եթե նրանք լույս չունեին, այտենց էլ չունեցած մնացին։ Ինչ ունեցին, այդ ունեցան, այդ էր վերջ։ Այսինքն մի կար ժամանակ, որ պիտի արա քեզ կարգավորես ու դիմավորես Տիրոջը։ Այդ կես գիշերն էլ պատահական չի ասում։ Տերը գալու է իր ժողովրդի հետևից, գիտեք, անգամ ինչա լինելու հափշտակություն։ Այսինքն այնքան չարության մեջ առնելու աշխարհը, խավարի մեջ առնելու աշխարհը, որ Տերը ուղղակի ոնց որ այդպես ճակերտավոր արսն, որ հասկանաք, ոնց որ իր ժողովրդին գողանա, ասես վերցնի, փախցնի տեղից։ Չմնա այդ կեղտոտ աշխարհի մեջ իր ժողովուրդը։ Եվ ասում է, շատ արագ է դառնելու, հնչելու է ձայն, այսինքն լավ հասկանալու են, հեսա Տերը գալիս է։ Սկսել են կարգավորեն, բայց դա այնքան կար ժամանակ է, որ այդտեղ հնարավորություն չի գնաս, քո հարցերը, քո կիսատ պռատները կարգավորես, նոր բան անես, գուցե կխնդրեն այդ ժամանակ շատերը, արեք մեզի օգնեք,
այս հարցում, այն հարցում, այս հարցում տկար եմ, այս հարցում կաղում եմ, հավատքս չերիքում եւ այլը մեզ օգնեք, բայց այն ում որ ասելու են օգնեք, նրանք ասել են մենք ժամանակ չունենք, ձեզ օգնենք, մենք մնալու ենք, մենք մեզանով պետք է զբաղվենք։ Ու դա ճիշտ է, իմաստուն կույսեր է դրանց անվանում, չի ասում, ես ինձ չի ասում անխիղճ իմաստուն կույսեր։ Եթե ասում է ձեզ օգնենք, մենք պետք է մնանք, մենք չենք կարա դիմավորենք։ Ուրեմն այսպես է, առատ օրհնության ժամանակ, որ դու կարաս վերցնես, ընդ որում ոչ թե կարաս պարտավորես ավելիով վերցնել։ Աճես, զորանաս, հավատքից հավատ, զորությունից զորություն, սրբությունից սրբություն, մեծ բան ձեռք բերես, հաշվարկով, որ մեծ դժվարություններով ես անցնելու, մեծ խավարով ես անցնելու, մեծ լույս վերցնես։ Երկրորդ ժամանակը, որ գալիս է, ոչինչ չես կարողանում անես։ Գիշեր եկավ, թմրեցին, քնեցին։ Երրորդ ժամանակը մի կարճ ժամանակ, որի մեջ ուղղակի քո եղածով, չեղածով ոնց կա, այտենց պետք է կարգավորես ու դիմավորես Տիրոջը։ Կհավանես Տերը հավանես, չէ։ Վայներն ծումը Տերը չի հավանի։ Ուշադրություն տասեք, չնայած նրանք կույսեր էին, ոչ թե աշխարհից, բայց դուրս մնացին։ Սա խրատ է մեզ համար, ասում է, ուրեմն արթուն կացեք ամեն ժամանակ, այսպես վերջացրեց, չէ՞ Տերը։ Եվ երբ որ ասել չեմ ճանաչում, արթուն կացեք, որտեղ չգիտեք ոչ օրը, ոչ ժամը, որ նանում մարդու որդին կգա։ Այսինքն սա ցույց է տալիս, որ այո, մենք պիտի այս ոնց որ ասած լուսավորված մտքով հասկացող մարդ լինենք, իմանալով թե ասենք ինչա մեզանից պահանջում, Տերը գալու է։ Այսը Տերը չգիտենք երբ է գալու, պիտի արխային չընկնենք, արագացնենք մեր պատրաստությունը։ Այսօր մարդիկ են արխային, Տերը մեզ կպայ, Տերը մեզ կպայ։ Հիմար կույսերն էլ էին ասում, Տերը մեզ կպայ, ինչ անենք, որ լույսներս էլ կպրծեն, լույսը պրծավ չես դիմավորելու։ Պատրաստ եղար չես մտնել, ասում է, պատրաստները մտան Տիրոջ բանի մեջ, չէ, հանգստի մեջ, Տիրոջ հարսանիքի մեջ, այդպես ասում։ Ուրեմն Աստված մեզ օրհնի, որ մենք ասենց ասած, ինչպես Տերը ասեց, արթուն լինենք եւ քանի դեռ հնարավորություն կա, այդ հնարավորությունից օգտվենք, ժողովուրդ ջան։ Նորից եմ ասում, դուք ինքներդ պետք է նկատած ելնեք։ Բաներ կա, որ սովորական իրավիճակների մեջ քո հավատքը, քո համբերությունը, քո ասենց ասած ընտրությունը բավարարում է, դուք ես նորմալ պահում ես։ Բայց տենում ես իրավիճակներ կա, որ բարթանում է, խորանում է, ծանրանում է, մեծանում է, հավատքը ուժը չի պատում հավատաս։ Ուժը չի պատում դիմանաս։ Նշանակում է դու պետք է ավելի հավատք ունենաս, որ այդ դժվարությանը դիմանաս, որ հավատարիմ մնաս։ Ավելի մեծ իմաստություն, ավելի մեծ ճանաչողություն, ավելի մեծ զորություն։ Թեկուզ այսօր էդի չկա, վաղը լինելու է, այսօր ես պետք է վերցնեմ, որտեղ վաղը ես չեմ կարա այդ լինելու ժամանակ վերցնեմ։ Էլ չի լինի այդ հնարավորությունը։ Նայեցեք քարոզները, շատ նայեցեք, հերվիս նայեցեք, անպայման չի այս տարվանը մենակ։ Մարդիկն ասում են, որ եկեղեցին մտեն, ասում են, եկեղեցում ասում են, այս վերջի քարոզները չի կարողանում հասկանալ, բայց հետ դառա այն սկզբի քարոզները սկսեցին նայել, դրանց հիմքի վրա այստեղ հասկացա, այսօր ինչ են ասում։ Դե փոխվում է, Տերը փոխում է։ Տերը չի կանգ առնում մեր ոտի հետ, որ դե որ դու հա մնում ես կաղող, չընդունող, շնորհքից հետ մնացող, ինչ որ ասեցի, կարծես թե քո համար չէր, սպասի մի 100 անգամ ասեմ, բայն աճողը պետք է աճի, քո պատճառով հետ պետք է մնա, չէ, Տերը այդում առաջ։ Գնում առաջ, ինքս այս քարը քարի վրա դնելով քո կյանքում ուզում բարձրացնի, զորացնի, ասենց ոնց ասած կառույցդ կառույցի։ Եթե դու հետ մնացիր, ուրիշի հաշվին քեզ չի նորից հետ դառնալու, արի տենանք ոնց է, ինչ է։ Այսօր մարդիկ կան, որ այնքան են հետ մնացել, տեսել եք Տիրոջ ժողովրդին, որ երբ որ եղբայրները իրար մեջ հետ խոսում եք, ասում եք, հա, սրանց հետ որ դնես, աշխատես, որ սրանք առաջ գնան։ Տարիների աշխատանք է պետք, մենք այդքան ժամանակ չունենք, բայց ժողովուրդը, եթե դրանց հետ դնենք այդ աշխատանք, այդ ժողովրդին թողենք, ասենց խոս չտանք, նրանց նույն անուբն դնենք, սովորցնենք, Աստված մեզ օրհնի, շնորհքից հետ մի մնացեք։ Ամեն քարոզը, ամեն խոսքը, ամեն Տիրոջ առաջնորդությամբ հնչած գործը, հանդիմանություն, խրատ, ուսուցում Աստծո ծրագրով է իրականանում, մենք պատական չենք հնում ձեր այդ խոսք խոսում կամ պատական խոսք չենք առնում մեր մտքից ու ձեր այդ խոսում։ Աստված ձեզ պատրաստություն է տալիս դրանով։ Չընդունեցիր, հետ մնացիր, հետո հնարավորությունը դժվար կլինի, անհնարին կլինի, աղոթք անենք։